Նկարում պատկերված է հայտնի դերասանուհի եւ Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելին, ով Hermès-ի սակատաբեշ պայուսակի միջոցով փորձում է թաքցնել իր հղիությունը։ Այս նկարները տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, ինչից հետո Hermès-ը որոշում է վերանվանել պայուսակը Քելի անունով։ Սա Vivienne Westwood-ի 1993 թվականի ցուցադրությունն է։ Նկարում պատկերված է հայտնի սուպերմոդել Naomi Campbell-ը, ով այդ տարիներին գտնվում էր իր կարիերայի գագաթնակետին, սակայն այնպես է ստացվում, որ ցուցադրության ժամանակ նա ընկնում է եւ բավականին հումորով է վերաբերվում այդ սիտուացիային, նրան օգնում է, նա բարձրանում է եւ շարունակում է քայլել։ Այս իրադարձությունը դառնում է պատմական, որովհետև այն ցույց է տալիս, որ նույնիսկ փորձառու մասնագետները կարող են սխալվել եւ դրա մեջ ինչ-որ սարսափելի բան չկա։ Սա Vogue-ի 1974 թվականի շապիկն է, առաջին անգամ պատմության մեջ շապիկին պատկերված է սևամորթ մոդել, կարծում եմ գիտեք, թե ինչ տիպի discrimination կար սևամորթների հանդեպ 20-րդ դարում, հետևաբար սա պատմական պահ էր նորաձևության պատմության մեջ։ Սա կադր է Sex and the City ֆիլմից, որտեղ Mr. Big-ը ամուսնության առաջարկություն է անում Carrie Bradshaw-ին, բայց ստանդարտ մատանու փոխարեն նա նվիրում է Manolo Blahnik-ի բարձրակրունկներ, ինչու բարձրակրունկներ, որովհետև Carrie Bradshaw-ն ուներ անասելի սեր բարձրակրունկների ու նամանավանդ Manolo Blahnik-ի կոշիկների հանդեպ, հետևաբար այս պահը շատ լեգենդար է, այսպես ասած։ Եթե հավանեցիր այս ֆորմատը, լայքիր այս վիդեոն եւ հետեւիր իմ էջին։